Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է սցենարիստ, գրող Անի Մաղաքյանը։ Ողջույն Անի ջան։ Բարև ձեզ Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ ստեղ եմ։ Նախ սկսենք երևի հենց մանկության տարիներին, թե ինչպիսի մանկություն եք ունեցել։ Ես տան ամենափոքրն եմ եւ եղբորից ու քրոջիցս շատ մեծ տարիքային տարբերությամբ 7 եւ 8 տարի եւ ըստ այդմ բոլորի կողմից շատ սիրված եւ այսպես ինձ շատ երես են տվել շատ սիրուն մանկություն եմ ունեցել եւ Վանաձորում, որտեղ ծնվել եմ, եւ գյուղում, որտեղ ապրում էին իմ տատիկ պապիկը, շատ հարազատներով շրջապատված, հորեղբոր, հորաքրոջ երեխաներով շրջապատված, այսպես շատ բուրըն հետաքրքիր մանկություն եմ ունեցել, որտեղ նյութական ոչ մի արժեք չէր կարող խլել քեզանից այն էմոցիոնալ կապը, որը ձևավորվում էր հարազատներիդ հետ եւ միջև հիմա էլ իմ այսպես հիմա մոդայիկ է, չէ՞, ասել իմ ուժի վայրը մեր գյուղն է, Քարինջ գյուղը, որտեղ ամենա այսպես հուսալքված պահերին ես վերագտնում եմ այն, ինչը ինձ առաջաշարժում։ Իմ մանկությունը շատ սիրուն ա եղել եւ տան փոքրը լինելը պիտի ասեմ բավական լավ բան։ Բացասական կողմերն էլ ունի, որպես փոքր եղած մարդ։ Բացասական կողմերը հիմա մի քիչ զգացվում են առումով, որ դեռ փոքր եմ բոլորի համար։ Չգիտեմ էլ դա բացասական է թե չէ, երևի դա էլ է առավելություն, գիտեք, բավականին հասուն ու մեծ տարիքում, երբ կան մարդիկ, ովքեր քեզ դեռ երեխայի տեղ են դնում, դեռ սիրում են որպես են փոքրանին, երևի նույնիսկ դա բացասական չի, երևի չէի ուզենա դա կորցնել։ Անի, երբ որ խոսել եք ծնողների մասին, նշել եք, որ ձեր մայրիկը բավականին խիստ ծնող է եղել, արդյոք ինչպես է դա անդրադարձել ձեզ վրա եւ այսօր դուք ինքներդ ծնող եք, ինչ եք քաղել այդ խստությունից։ Մայրիկս շատ խիստ էր, բայց այդ խստության հետ մեկտեղ ինքը շատ բարի էր եւ մայրիկս մի շատ կարեւոր առավելություն ուներ, որը ես վերցրել եմ իմ երեխաների հետ շփման հարցում։ Ես, քույրս, եղբայրս ամենալավն էինք բոլոր հարցերում։ Լավ սովորեինք, բարձր գնահատական բերեինք, ցածր գնահատական բերեինք, հաջողեինք մի հարցում, թե չհաջողեինք, մեզանից լավը այս աշխարհում չկար։ Եվ միջև այսօր իմ մայրիկի վերաբերմունքը մեզ այդպիսին է, ու դա մի հատ շատ առողջ ինքնագնահատական է ձևավորել մեր մեջ, որ բայց ուրիշ ով եթե ոչ ես, այսպես։ Ու դա ես այսօր փորձում եմ նույն կերպ իմ երեխաներին տալ եւ գիտեք, եթե այդ խստությունը չլիներ, գուցե իր բարի խոսքն էլ այդքան ազդեցիկ չլիներ։ Ամեն ինչը շատ կարծում եմ չափավոր ու սիրուն է արել մայրս, որպես ծնող շատ տեղին ու կայացած կին է, ամեն ինչ շատ տեղին է արել։ Խստությունը իհարկե եկել է նաև նրանից, որ հայրս տարվա մի մասը երկրում չէր լինում, արտագն աշխատանքների էր լինում եւ մայրս մեծ պատասխանատվություն ուներ 3 անչափահասի ոտքի կանգնեցնելու, այն էլ այն տարիներին Վանաձորում, որտեղ եւ կրիմինալ կյանքն էր շատ ակտիվ եւ երիտասարդ տղաները, դեռահաս տղաները ներգրավված էին ինչ որ կրիմինալ թեմաների մեջ եւ այդ սկզբունքներով էին փորձում ապրել եւ դեռահաս տղա մեծացնել այդ պայմաններում, ով ոչ մի վատ սովորություն ձեռք չբերեց, ով ոչ մի վատ շրջապատում չնկատվեց, դրա համար պետք է շատ ուժեղ կամք, շատ ճիշտ դաստիարակություն, ճիշտ ուղղորդված դաստիարակություն եւ այդ խստությունը շատ անհրաժեշտ էր հատկապես այն տարիներին։ Հիմա ես այդքան խիստ չեմ էլ կարող լինել, եթե անկեղծ հիմիկվա երեխաներն են ուրիշ, իմ աղջիկը 14 տարեկան է, իր սերունդը շատ ուրիշ է, իրենց հետ ամեն ինչ քննարկման պիտի լինի, որովհետև իրենց ինֆորմացիան շատ է, իրենք
դու չասես, քեզնից չստանան պատասխանը, լիքը ուրիշ աղբյուրներ կա, որտեղից կարող են ստանալ եւ կարող են սխալ պատասխաններ ստանալ, դրա համար շատ կարեւոր է այսօր ձեռքը բռունցքին սեղանին բռունցքդ խփելու փոխարեն մտնել դիալոգի մեջ երեխայի հետ։ Հիմա այդ իրականության մեջ ենք ապրում, մի հատ շատ հետաքրքիր հումորային համեմատություն կա, որ միլենիալների սերունդը փոքր ժամանակ ենթարկվեց իր ծնողներին, իսկ մեծ ժամանակ ենթարկվում է իր երեխային եւ ստացվում է ինչ որ անհաջողակների սերունդ շատ ծիծաղելի է, բայց իրականում ուղղակի ժամանակներն են փոխվել եւ հա միլենիալները ավելի փափուկ ծնողներ են կարծում։ 16 տարեկանում, երբ որ տեղափոխվեցիք Վանաձորից Երևան, նշեմ, որ նշել եք ծնողները այդքան կողմ չէին, երբ որ եկաք այստեղ, ինչ էր ձեզ համար սպասված, ինչ սպասումներ ունեիք, արդարացան։ Ինձ համար Երևան գալը անբացատրելի ցանկություն էր։ Ես պարզապես ոչ այնքան ուզում էի գալ Երևան, ինչքան ուզում էի Վանաձորից դուրս գալ։ Եվ այդ մղումը ինձ ստիպեց շատ չարչարվել, պարապել, որ կարողանամ այստեղ ընդունվել, որովհետև կոնկուրենցիան շատ բարձր էր ընդունելության ժամանակ։ Հա, մերոնք անհանգիստ էին, ոչ թե չէին ուզում, որ ես ինչ-որ ավելի լավ բան, այլ ուղղակի էլի տան փոքրն էի ու առաջինն էի, ով պետքա տնից շատ հեռու գնար։ Էս էր խնդիրը, բայց ես համառեցի, մաման պապային համոզեց ու եկա ու փոշմանեցի։ Նույնիսկ այդ առաջին ամիսներին Երևանի անցումներում հնչող մի հատ երգ կար, որը ես հիմա անունը չեմ հիշի, կխաբեմ, եթե ինչ որ անուն տամ, բայց այդ երգը միջև հիմա երբ որ ինչ որ հնչյուն իմ ականջի մեջ, ես շատ ծանր եմ տանում, որովհետև դա իմ ամենաբարդ էմոցիոնալ շրջաններից մեկն էր։ Ընդհանրապես սեպտեմբեր շոկ, ես եկել էի Անձրևոտ Վանաձորից, այստեղ շոկ, ուր պիտի գնայիր երթուղայիններով, ես ապրում էի Վանաձորի կենտրոնում, 1000-ից մեկ էի օգտվում տրանսպորտից, իմ ամեն ինչը, այսպես ոտքի ճանապարհ, ես այդտեղ ամեն ինչն էի ծանր տանում, ամեն մի մանրունքը չէի սիրում, ամեն շաբաթ Կիրակի հետ էի գնում Վանաձոր լացում էի, ասում ինձ հետ ընդունեք, մաման ասում էր ընտրել ես, միջև վերջ կգնաս, ոչ մի հետ գալ, ջղայնանում էր, ես նորից հետ էի գալիս Երևան, բայց ամեն ինչ փոխվեց երկու ազդեցիկ գործոնով։ Առաջինը ես իմ համակուրսեցիների հետ մտերմացա շատ, մենք ընկերուհիներ ձեռք բերեցի, ում հետ իմ ամեն օրը արդեն հետաքրքրացավ։ Սա շատ կարևոր բան է, մենք սիրում ենք որևէ քաղաք, եթե այդտեղ ապրող մարդկանց հետ հուշեր ունենք, եթե այդտեղ ապրող մարդիկ ունենք, ում կարանք փողոցում պատահական տեսնենք։ Եվ երկրորդը դա TV ալիք շաբաթաթերթներ, որտեղ ես սկսեցի տպագրվել 16 տարեկանում, իմ երազանքն էր, ես Վանաձորում դեռ կարդում էի երիտասարդ Շավիղ պլյուս գրական էջը, երիտասարդ գրողներին ու երազում էի եւ Վանաձորում այս այն մասին, թե ինչքան կարևոր է երազանքների մանիֆեստացիա անել, մանիֆեստ անել։ Ես գրում էի նամակներ ուղղված խմբագրությանը ու չէի ուղարկում, բայց այդ նամակները կային, ես գրում էի ու պատկերացնում էի ոնց են իմ ստեղծագործությունները տպագրվում ու շատ ժամանակ անց դա տեղի ունեցավ եւ այնտեղ ես գտա եւ ուսուցիչ Սերգեյ Հարությունյանին եւ ընկերներ գաղափարակիցներ, գրողներ, երիտասարդ մտածող մարդկանց ու միջավայրը տարիներ շարունակ ինձ փրկեց եւ իմ կյանքի ճիշտ ուղին նախանշեց։ Այս երկու գործոնը ինձ շատ օգնեցին սիրելու Երևանը։ Հիմա ես իմ կյանքը որևէ այլտեղ չեմ պատկերացնում, քան Երևանում։ Երևանը դարձել է իմ ամենասիրելի վայրը աշխարհում մոլորակի վրա։ Ես այստեղ ամենաերջանիկն եմ։ Չենք կարող չխոսել նաև ընտանիքի մասին, այսօր դուք ունեք գեղեցիկ ընտանիք եւ ձեր ամուսինը ձեր մշտական աջակիցն է համարվում, մի փոքր խոսենք եթե հենց ընտանիքի մասին, ինչ է ձեզ համար դա։ Մենք ամուսնացանք շատ վաղ տարիքում եւ մեկնեցինք ծնողներից, հարազատներից, ընկերներից հեռու իր աշխատանքի բերումով ու սկսեցինք միասին մեծանալ։ Իմ ընտանիքը ինձ համար միայն որպես ընտանիք միավոր չի, իմ ընտանիքը ինձ համար իմ ընկերոջ հետ, կյանքի ընկերոջ հետ համակեցություն է,
առանց որի ես ոչ մի բան, ոչ մի օր, ոչ մի գործողություն չեմ պատկերացնում։ Ինչ իմ հետ օրվա ընթացքում տեղի է ունենում, եթե այդ բան Տիգրանը իմ կողքին չի, առաջինը իմ մտքով անցնում է զանգեմ Տիգրանին ասեմ։ Պատմեմ, թե ինչ եղավ, ում տեսա։ Ու ես մարդ եմ, որ օրինակ մայրիկիս հետ այդքան չեմ կիսվել։ Ես ամբողջ իմ օրվա անցուդարձով չէի կարող գալ տանը պատմել, ի տարբերություն իմ քրոջ, քույրը շատ է կիսվում։ Բայց Տիգրանի հետ այդ ամբողջ օրվա անցուդարձը մենք պիտի քննարկենք։ Իմ օրը օր չի, եթե այդ ամեն ինչը տեղի չի ունենում։ Ընտանիքը այսօր այնա, ինչին ես շատ ամուր եմ կպած, այնա հանուն ինչի ես փորձում եմ անել ավելին։ Ընտանիքը իմ թիկունքն է, իմ ամրությունն է, որքան էլ պաթետիկ է հնչում, բայց այդպես է։ Իմ ցանկացած հաջողություն, իմ ցանկացած ռիսկային քայլ ապահովագրված է իմ ընտանիքով, սկսած Տիգրանից, վերջացրած իմ փուճուրիկ բալիկներով։ Եվ իհարկե խոսենք ձեր աշխատանքի մասին, դուք չեմ կարող չասել հաջողված սցենարիստ եք, ում շատերը նաև կարող են մի փոքր սենց նախանձով վերաբերվել այսքան հաջողված պրոյեկտներ ունենալով հանդերձ, իրականում դաշտը բավականին մրցակցային է, ինչպիսին էր առաջին քայլերը ձեզ այս ոլորտը։ Առաջին քայլերս նախ ես ի սկզբանե ես դեռ չգիտեի նույնիսկ ոնց է գրվում սցենարը, ֆորման անգամ թղթի վրա ինչ տեսք ունի սցենարը ես չգիտեի, բայց ես գրում էի տարբեր ռեժիսորների ու պրոդյուսերների, ասում որ ես սցենարիստ եմ։ Եւնա մեդիաներ։ Եվ ինձ արձագանքեցին իհարկե եւ Արտյոմ Հարությունյան ռեժիսոր մենք շատ երկար հեռախոսազրույց ունեցանք, ինձ շատ խորհուրդներ տվեց եւ Ելենան Արշակյան ինձ պատասխանեց եւ հրավիրեց Երևան։ Մենք այն ժամանակ ապրում էինք Գեղարքունիքի Մարտունի քաղաքում։ Հրավիրեց Երևան, ասեց արի ծանոթանանք, տեսնեմ, այդ ով ես, այդ ինչ սցենարիստ ես։ Եկա շատ աղմախ իդեաներով բերեցի։ Շատ վատ ինչ-որ բաներով, Ելենան չուզեց ինձ կոտրի, ես շատ շնորհակալ եմ իրեն դրա համար, շատ նրբանկատորեն, ասեց ես հիմա ոչինչ չեմ պլանավորում նկարել, բայց Անահիտ Մխիթյանին օգնական է պետք ու ծանոթացրեց ինձ ու Անահիտին։ Այդ տարի մեր համագործակցությունը չստացվեց, որովհետև նախագծերը, որոնք Անահիտը պլանավորել էր չեղան, բայց հետո Անահիտը նորից գտավ ինձ, մոտ 1 տարի անց ու առաջարկեց արդեն աշխատանք դիալոգիստի։ Ես երբ որ նամակը ստացա Անահիտից, ես լաց եղա, իմ կողքին Տիգրանն էր, ինչպես միշտ, ես հուզվեցի, որովհետև ես շատ երկար էի սպասել դրան, եւ սկսեց աշխատանքը, սկսեցի համ աշխատել, համ սովորել, ամեն ինչ ինձ համար սովորելու թեմա էր, սկսեցի համ մասնագիտական գրականություն կարդալ, համ նայել արդեն պրակտիկ աշխատանքի մեջ այդ ամեն ինչը ոնց է ադապտանում հայկական շուկայում, հայկական իրականության մեջ, մեր միջոցներով։ Եվ արդյունքում ստացվեց այնպես, որ շուրջ տարի ու կես անց Շանթ հեռուստաընկերությունից ստացա առաջարկ անելու իմ առաջին անհատական նախագիծը, որը եղավ Օտարը։ Ու սկսեց այդ ճանապարհը։ Օտարից հետո Էլենի օրագիրն էր, որով այսպես ամրապնդվեց իմ տեղը որպես սցենարիստ։ Բայց պիտի մի հետաքրքիր բան ասեմ, ոչ մի նախագիծ, ինչ հաջողություն էլ ունենում էր, ես հետո վստահություն չէի ունենում, որ ինձ նորից նախագիծ կտան անելու։ Ես միշտ այդ անհանգստությունը իմ մեջ կար, միգուցե էլ պետք չեմ, միգուցե էլ ուրիշ մեկի գտնեն, միգուցե այս վերջինն է, ու միջև այդ պահը գալիս էր, որ նոր նախագծից խոսում էինք, նոր, այսպես շունչս տեղներ ընկնում, հանգստանում էի, հա։ Երբևէ այդ մեծամտությունը չունեցա մտածելու, որ ես ինձնից բացի ով պիտի անի, որ այդ մոտեցումը միջև այսօր ես չունեմ։ Դրա համար ինչքան էլ մամայից այդ ինքնավստահությունը եկել է, բայց մասնագիտության մեջ ես միշտ հակված եմ որոշակի չափ դնելու իմ ինքնավստահությանը, որ հանկարծ լավ խոսքերից, այսպես շատ գովեսներից հողից չկտրվեմ։ Խոսենք հենց հաջողված նախագծերի մասին, բոլորն են հաջողված, բայց առանձնացնենք նրանց, դե ոչ բոլորը, հա, կան այո, շատ են խոսում։ Առաջինը հենց Էլենի օրագիրն է, որը մինչև հիմա մարդիկ կրկին նստում են, դիտում են, վերհիշում են։ Ամերիկյան ոճի առաջին սերիալն էր, որը բավականին սիրվեց հանդիսատեսի կողմից։ Գաղափարը ինչպես եկավ ձեզ մոտ։ Գաղափարը
Շատ հետաքրքիր է։ Ես օտարը սերիալում մենք ունեինք դրվագ տեսարան հիշողություն դպրոցից, որտեղ խաղում էին Սիսյանը եւ Մարինկան։ Փոքրիկ հատված էր դասարանի, մի տեսարան։ Ես նայեցի այդ տեսարանը ու մտածի ինչ լավն է։ Եթե այս պատմությունը հենց այս տեսարանը այս մեկը չլիներ, այսինքն ու սենց այդ միտքը մնաց մեջս։ Երբ որ օտարը ավարտվեց ու ինձնից նորից ձյաներ ուզեց Շանթ հեռուստաընկերությունը, մեկը Էլենի օրագիրն էր։ Ուղարկեցի ու աշխատանքային վերնագիրն էր դպրոցական։ Ուղղակի գրած դպրոցական։ Ուղարկեցի Իզարմանս ինձ ու Իմիջայլոց ամբողջ ստեղծագործական խմբի եւ ռեժիսորի եւ տնօրենի ադմինիստրացիայի իդեան հավանեցին, որտեվ չէինք ակնկալում, որ այդ շատ տարբերվող թեմատիկայի մեջ բան կուզեն եւ ասեցին առաջի սերիա գրել։ Մինչ ես գրում եմ առաջի սերիան եւ ուղարկում եմ, մեր ռեժիսորը եւ ֆիլմի տնօրենը շատ անհանգիստ էին, թե ոնց ենք ստանալու այդ ամեն ինչը, զանգեցին ինձ, ասացին, որ ուզում են մտնեն պրոդյուսերի մոտ, ասեն, որ չանենք։ Ես էլ մի քիչ այդպես անփորձ էի, համենայն դեպս այդ այսօրվա փորձն ու վստահությունը չունեի։ Ասեցի, թե լավ, դուք ինձնից շատ եք ոլորտում եղել, կարող է դուք ավելի լավ գիտեք, ուսի գնացեք մտեք, այդպես ասեք։ Ու միջև իրանք կմտնեն, երևի մի կես ժամ տարբերությամբ, ինձ զանգում է պրոդյուսերը, ասում է առաջի սերիան հավանել ենք անցի առաջ։ Ես զանգում եմ Մհերին Խաչատրյան, ասում եմ Մհեր, խնդրում եմ, հավանել են։ Արի ռիսկ անենք, էլի մի մտեք մոտ, էլի մի խառնենք, եկեք անենք։ Ասեն չուզելով դժգոհ ասում է դե լավ։ Ու մտնում ենք այդ ամեն ինչի մեջ, ես պիտի անկեղծ ասեմ, առաջին անգամ պիտի ասեմ, ես չգիտեի երկրորդ սերիայում ինչա լինելու, ես չգիտեի երրորդ սերիայում ինչա լինելու։ Ես հիմա չեմ հիշում, կարծեմ երկրորդ սերիայի վերջն էր, թե առաջին, այսինքն երբ որ ես գրում էի սկիզբը, ես դեռ չգիտեի, որ Էլենը ապրելու է Մաքսի տանը։ Դա հորինվել է սցենարը գրելու պահին։ Իսկ ես այնքան չպլանավորած էր իմ մոտ այդ գաղափարը, ես ուղղակի գիտեի, որ դա պիտի լինի դպրոցական միջավայրի մասին։ Երբ որ այն որ Լևոնն ու Մաքսը հիմա սերիալ նայողները հա կհասկանան եղբայրներ են, դա էլ է եկել գրելու ընթացքում։ Դրա համար այնտեղ կա մի փոքր կիքս, Մաքսի հոր հայրանունը ուրիշ է, բայց իսկական պապիկի անունը ուրիշ է։ Բայց զգացել էին դիտողները։ Այո, ես հետո դա բացատրել էի այնպես, որ գտել էի տարբերակը բացատրելու, որ պապիկ այնքան նեղացած է իր տղայից, ասել է իմ անունը չօգտագործես։ Ես քո հայրը չեմ։ Այդպես էի գտել լուծումը, որովհետև են որ իրանք հայր ու տղա պիտի լինեն, նրանք էլ եղբայրներ, ու շատ ուշ եմ որոշել։ Հիմա մի գեղեցիկ օրում ես ամբողջ ցանցը ունեմ ինձ համար սյուժետային, ամբողջը, ես գիտեմ միջև վերջ ինչ եմ անելու։ Ով ում բարեկամն է, ով ում հետ է հանդիպելու, ինչա ես ամեն չգիտեմ։ Էլենի օրագրում ամեն ինչ գրվել է շատ ինտուիտիվ, շատ այդ պահին, նույնիսկ մի անգամ էլ պրոդյուսերը զանգեց, ասեց դե արագացրու էլի մի բան գրի, չգիտենք էլ սկի հաջորդ սերիան ինչ ես գրելու, ոչ մի բան չես ասում ինչ ես գրելու, բան ու չէի կարողանում ասել, ես էլ չգիտեմ ինչ եմ գրելու, ես նստեմ թղթի առաջ, համակարգչի առաջ պետք է նստեմ, սկսեմ գրել, որ իմանամ ինչ եմ գրելու, շատ հաճախ այնքան հետաքրքիր տեղ էի ավարտում սերիան, չէի համբերում, նստում էի շարունակությունն էի գրում, որ իմանամ ինչ է լինելու։ Ես ինքս երկրպագուի պես աշխատել եմ այդ նախագծի վրա, նայել եմ ամեն սերիան, ես իմ բոլոր նախագծերն եմ նայում, բայց Էլենի օրագիրը ես էլ եմ այդ նույն էմոցիաներով, երբ որ ես գրում էի, ես սցենարիստն էի, երբ որ ես պիտի նայեի սերիան, ես արդեն այդ սերիալի երկրպագուն էի, նստում էի, նայում էի։ Եվ իսկապես այդպես ընդունված բան կա եւ ռեժիսորների եւ սցենարիստների մոտ ամբողջ աշխարհում, որ եթե նյութը անձամբ քեզ հետաքրքիր է, չի կարող չհետաքրքրել նայողին։ Դա իր նայողին կգտնի անպայման, եթե իսկապես քեզ հետաքրքիր է, որովհետև ամեն դեպքում մի նայող էլ մենք ենք։ Այո։ Նաև դերասանական անձնակազմը բավականին յուրահատուկ էր, մի փոքր էլ անդրադառնանք հենց Էլենի օրագրի դերասանական անձնակազմին, զույգերը հենց բոլորին գրավել էին, ինչպես որոշեցիք, որ տվյալ դերասանները այդ կերպարների համար են։ Այդ շրջանում ես կաստինգներին շատ թույլ մասնակցություն եմ ունեցել, այսինքն կաստինգը արվել է ռեժիսորի կողմից, հաստատվել է պրոդյուսերի կողմից, ես իմ մասնակցությունը եղել է կերպարները նկարագրել
Եթե ես ունեմ առաջարկներ անեմ, որ օրինակ ես ինչ դերասանին պատկերացնում եմ, եւ վիդեոպրոբաներից բանից հետո մի հատ նայել կարծիք ասել ուղղակի։ Այսինքն ես այդտեղ որոշիչ օղակ, որպես այդպեսին չեմ եղել, եւ թիմը շատ լավ կաստինգ էր արել։ Բոլորը իրենց տեղում էին, կարելի ասել, բոլորը, եւ ավելի փորձառու դերասանները եւ երիտասարդ դերասանները բոլորն իրենց տեղում էին եւ բոլորի համար Էլենի օրագիրը եւ անձնակազմի իմ եւ դերասանների համար եղավ շատ տրամպլինային նախագիծ, շատ հաջողված ու մի հատ ուրիշ հաջողության ալիք բացեց բոլորի համար։ Նաև այսպիսի մի հարց հենց սերիալում որ զույգն էր ձեր ֆավորիտը, քանի որ հենց մրցակցություններ ընթանում միշտ զույգերի մեջ, նաև եթե կհիշեք, որ ընդհանրապես դերասաններից ով էր ամենալավը կատարում իր աշխատանքը, իհարկե բնական է ում դերասանները բոլորը շատ լավն էին։ Ես անկեղծ եմ ասում, առանց ես խոսում եմ գլխավոր մեր հերոսների մասին, հա, առաջի պլանի դերասանների մասին։ Ավագ սերնդի մասին թապես չեմ խոսում, Հովակը եւ Նելին Խերանյան շատ հրաշալի էին։ Եթե հիշում եք Հովակ Գալոյանի կերպարը, ամենաբացական կերպարն էր սերիալում եւ ինքը բոլորի հետ առնչություն ուներ, բոլոր գծերով բացական էր ու ոնց էր կարողանում այդ ամեն ինչ այդ դերասանը տանել, այդ կերպարի ծանրությունը բացական ու բոլորի հետ համապատասխան ձևով ես չգիտեմ, չեմ կարող բացատրեմ, շատ եմ հավանել իր աշխատանքը եւ Նելին Խերանյան թալիսմանը, ինչպես ես իրան ասում եմ, մեծ հաջողություն է եւ Դավիթ Հակոբյանի նման դերասան ունենալ է պրոյեկտում։ Ես հիմա խոսեմ ավելի շատ երիտասարդ դերասաններից։ Իհարկե բոլոր ժամանակներում վերջին 10 տարիների ընթացքում ինձ համար այդ տարիքային դերասանուհիների մեջ ինձ համար ամենան Մարիամ Ադամյանն է, ես իրան շատ եմ սիրում եւ որպես մարդ եւ որպես դերասանուհի շատ եմ սիրում։ Մենք շատ լավ տաղանդավոր դերասանուհիներ ունենք, ես խոսում եմ իմ ճաշակից, հա, իմ էմոցիաներից, այսպես չորակելով ուրիշ ոչ ոքի։ Մարիամին շատ եմ սիրում եւ այո, Մարիամի կերպարը բավականին հետաքրքիր էր, գույն էր, խառն էր եւ այստեղ քանի որ ամենօրյա նախագծում սցենարը գրվում է ընթացած, դու դերասանի հետ կարողանում ես աշխատել։ Եվ դու տեսնում ես քո գրածը դերասանը ոնց է ստանում, դու մի հատ սենց մի բան ես գրում, որ ինքը այնտեղ աշխատելու բան ունենա, ինքը տեսնում է, նկատում է քո արածը սենց, այսինքն դու անդադ հեռակա դիալոգի մեջ ես դերասանի հետ, այդպես նաև Էլենի օրագրում եղավ Օլիա Հակոբյանի հետ։ Ես գրում եմ մի բան, ինքը խաղում է իր պատկերացրածով, ես նայում եմ դա հավանում եմ, սկսում եմ այդպես գրել, ինքը բռնում է, որ ես այդպես եմ գրում, այսինքն այս ամեն ինչը շատ հետաքրքիր դիալոգ է դերասան, շատ հետաքրքիր պրոցեսներ են։ Ինա Խոջամիրյան որպես Էլեն սիրվեց առաջին սերիայից սկսած, շատ հետաքրքիր ստացավ այդ կերպարը, Մաքսը Էդգար Այգիցյան հրաշալի, այսպես քրաշներ այդ տարիների, որպես զույգ ես ոչ թե զույգերի կբաժանեմ, այլ սյուժետային գծերի, ինձ համար շատ սիրելի էր Մարինկայի եւ Սիսյանի գիծը, Զարա Լևոն եւ Խոջան Հասմիկի եւ Միկայի գիծը, Զորի Մարիամ, որը նաեւ հիմք եղավ հետագայում մի գեղեցիկ օրվա համար։ Այդ երկու զույգերից մեկը նաև իմ ֆավորիտն է, Սարայի Լևոնի զույգը, կարծում եմ իրականում շատերի կողմից սիրվեց, կրկին իմ սուբյեկտիվ կարծիքը, եւ անցնենք Սելավին, որը աղմկահարույց կարելի ասել աշխատանքներից մեկն էր, իրականում թողարկումից հետո եղան բացասական, թե դրական արձագանքներ, ընդհանրապես խոսենք հենց մտքի մասին, ինչն էր իր խորհուրդը հանդիսանում։ Սելավին ի սկզբանե պրոդյուսերը Ինայի զապրոսեին, այսպես ասած, եղավ անել նախագիծ ընկերուհիների մասին։ Եվ պայման կար, որ նախագիծը պետքա լինի համարձակ շատ։ Եվ պիտի փորձենք տարբերվող համարձակ բան անել, ցույց տալ մի բան, որը մինչև հիմա ցույց չեն տվել։ Իմ կողմից ես ասացի, որ մենք պիտի ոչ թե ցույց տանք մի բան, որը ցույց չեն տվել, այլ պատմենք բան, որի մասին չեն պատմել։ Ես ուզում էի, որ սա լինի նախագիծ,
ընտանիքում հոգեբանական բռնության մասին, ուզում էի որ լինի նախագիծ սելեկտիվ աբորտների մասին, ուզում էի լինի նախագիծ 30 տարեկանում չամուսնացած լինելու Հայաստանում հայկական պայմաններում ինչ բարդությունների է հանդիպում երիտասարդ աղջիկը, ով ուղղակի չի ստացվել իր կյանքը անձնականը այդ տարիքում միջև այդ տարիքը դասավորել։ Գուցե մի տարի հետո, գուցե երբեք, գուցե 5 տարի հետո, դա այդ մարդու անձնական գործն է, բայց չէ, մենք շարունակում ենք ճնշել որպես հասարակություն։ Եվ այս բոլոր թեմաների անդրադարձը իհարկե բերեց համագումար, այս ամեն ինչը քննարկվեց Ինայի հետ, հավանություն ստացավ եւ բերեց համագումարում դարձավ Սելավին, որը գրելու ընթացքում ես շատ ներքին դաստիարակություն եւ ներքին ցենզուրա եմ հաղթահարել լիքը, որովհետեւ դա երևի գրողի համար առաջին հաջողություններից է, երբ որ դու կարողանում ես ինքդ քո մեջ այդ հաղթահարումները ապրեցնել, անցնել եւ գրել մի բան, որը միշտ մտածել ես, որ դու ձեռքդ չի գնում դա գրել, նկարագրել այդ տեսարանը, օրինակ, կամ գրել այդ բառը դիալոգի մեջ։ Դա կարևոր հաղթահարում էր ինձ համար, Սելավին ինձ համար այդ առումով շատ կարևոր դեր ունեցավ, նշանակություն ունեցավ եւ Սելավին այն նախագիծը դարձավ, որը այնքան իր ներսի բովանդակությունը չէր հեղափոխական, ինչքան մեկնաբանությունները։ Իսկն այդ մեկնաբանությունների մեջ այնքան լուրջ խնդիրներ վերհանվեցին եւ բացական մեկնաբանությունների մեջ եւ դրական մեկնաբանությունների մեջ։ Երբ որ գնում էր ես նպատակ եմ ունեցել եւ այդպես արեցի յուրաքանչյուր հերոսու համար մի պորտման տեսարան ունեինք։ Միտեղ Սերինեն էր ծնողի հետ կոնֆլիկտի մեջ պորտկում, միտեղ Մարիամ Ադամյանի կերպարը Կիման որպես բազմազավակ մայր պորտկում է միտեղ Լանան ամուսնու հետ եւ այդ բոլոր պորտկումները ինձ համար այն ռումբերն էին, որոնք պետք է հասարակության մեջ այդ արձագանքները գտնեին եւ այո, այդ արձագանքները եղան հենց այդ տեսարներում, այսինքն ոնց հաշվարկել է, այդպես էլ աշխատեցին։ Այնքան նամակներ, որ ստանում էի յուրաքանչյուր այդպիսի տեսարանից հետո, իրենց անձնական պատմություններով, անձնական դրամաներով, ես համ ուրախանում էի, որ կարողացել եմ իսկապես կարևոր կետի կպչել, համ շատ տխրում էի, որ այդ խնդրեմը այդքան շատ է մեր հասարակության մեջ եւ այդքան շատ կանայք ու աղջիկներ են բախվում նման խնդիրների։ Եվ բազմազավակ մայր լինելու մեղադրանքներին, որ չէիր ուզում, չէիր կարում, չէիր ձգելու, չունենայիր։ Եվ կնոջը միայն ամուսնության ու ընտանիքի մեջ լիարժեք տեսնելու խնդրին, որ եթե չունես ընտանիք, ուրեմն քո մեջ մի բան այն չի, պակասես, կիսատես եւ բավական չես։ Եվ Վիկայի կերպարը, Չքնաղ Ռոզի ստացած կերպարը, որը ես այնքան կարամ այս կերպարների մասին խոսեմ, որ չգիտեմ, այնքան իրանք շատ տարբեր շերտերի մեջ են, բայց երևի ամենախոցելին մեկնաբանությունների առումով եղավ Լանայի կերպարը, Տաթև Հովակիմյանը, որը շատ սիրուն խաղաց, շատ տաղանդավոր են մեր աղջիկները իսկապես։ Լանայի կերպարը մնաց շատ չհասկացված, իսկապես, որովհետև մի մասը ինձ մեկնաբանությունները մեկ-մեկ բարկացնում էին, մի մասը իրան ընկալում էին, որ ամուսնացած է ինչ ա եղել, որ աչքը ուրիշ տեղ է, մի մասը ասում էին, թող բաժանվի հետո սենց, հետո նենց, բայց այդ մարդու ներքին ամբողջ ապրումների այդ հրաբուխը շատ քիչ մարդիկ էին ճիշտ մեկնաբանում։ Այստեղ պատմությունը սյուժետային գիծը դավաճանության մասին չէր։ Ընդ որում ես շատ ուշադիր եղա, որպեսզի Լանան մեկ այլ տղամարդու հետ լինի միայն իսկապես բաժանվելուց հետո, երբ որ ամուսինը գնաց տնից։ Այսինքն շատ նրբություններ կա, որոնք պետք է արտաքին շերտի վրա չնայել։
Նա էլ ավելի խորը, կերպարները իսկապես շատ տրիգերային էին մեր հասարակության համար։ Անի, եթե Սելավիի էջը այս հարցով փակենք, իրականում Լանայի կերպարը իրոք չընկալված կերպար էր, քանի որ կար քննադատություն, որ իրոք, եթե իրականում իր ընտանիքը իր համար սիրելի չէ, ինչու չի բաժանվում իր ամուսնուց եւ կառուցում են կյանքը, որ ինքը ցանկանում էր։ Արդյոք պատճառը ո՞րն է, որ ամուսնացած կինը հենց լինելով ունենալով ընտանիք, երեխաներ, բայց ժամանակի ընթացքում հասկանում է, որ նվիրված չէ ընտանիքին, ընտրում է այլ կյանք, բայց չի ցանկանում թողնել այդ ընտանիքը, այսինքն այստեղ կերպարի իրական խոսքը ո՞րն էր։ Լանայի կերպարը նախ սկսենք նրանից, որ իրենք ամուսնացած չէին եւ սյուժեում մենք դա ունենք։ Իրենք ամուսնացած չէին։ Լանայի կերպարը հոգեբանորեն շատ լուրջ ճնշված կին էր, ում համոզել էին, որ ինքը առանց այդ տղամարդու կկործանվի։ Ում համոզել էին, որ եթե դու մի բաժակ գինի խմեցիր երեկոյան, ուրեմն դա քեզ կբերի ալկոհոլիզմի։ Նրան համոզել էին, որ եթե դու չաշխատես համասարանում մի գործի վրա, որը չես սիրում տանել, չես կարողանում, բայց դա ստաբիլ է, եթե դու այնտեղ չաշխատես, դու կգնաս կկործանվես։ Իրականում դրանք կոդեր են, որոնք եթե կնոջ ուղեղի մեջ դնում ես, եւ ոչ միայն կնոջ, մարդու ուղեղի մեջ, մարդու մոտ այդ թերարժեքության բարդույթը, վախը, որ կկորցնի այդ ստաբիլությունը, բա ինչ կլինի իր հետ, ով է ինքը առանց կողքինի, դա ամենասարսափելի մանիպուլյացիաներից մեկն է, եւ Լանան այդ մանիպուլյացիաների զոհն էր։ Եվ Լանան, այո, կարող է լինել կերպար ֆիլմի մեջ, ով որ ինքն էլ չհասկանա ինքը ի վերջո ինչպես վարվի։ Եվ Լանան այդ կերպարն էր։ Ինքը չէր հասկանում ինչպես վարվի։ Ինչ անի։ Ինքը ուներ ստաբիլություն, որ իրեն համոզել էին, որ առանց դրա ինքը կործանված մարդ է, որովհետև ամենայն դեպս ես փորձել եմ այդ մեսիջը տամ դիալոգներով նաև, որ Ստեփանը անընդհատ է հիշեցնում էր իրեն, ով էիր դու, միջև ինձ հանդիպելը, բախտդ բերելա, քեզ սիրող տղամարդ ես հանդիպել, ով քեզ ընդունել է սենց։ Եվ այս բոլոր մանիպուլյացիաները, այո, կարող են շատ ճնշող լինել եւ մարդուն գցել շատ բարդ հոգեվիճակների մեջ, որտեղ ինքը չգիտի, ինքը վախենում է կտրվել անցյալից, այն ինչ ունի, կորցնել այն ինչ ունի, որտեղ չգիտի իրան, որտեղ իրան համոզել են, որ առանց դրա ինքը ոչ ոք։ Ու երբ որ ի վերջո կինը կարողանում է բռնել այդ մանիպուլյացիայի թելը, ի վերջո կարողանում է սթափվել եւ հասկանալ, որ չէ, ինձ խաբում են, այսպես չի իրականում, այդտեղ արդեն սկսում է իսկական հեղափոխությունը։ Իսկ ինչու Ստեփանը որպես, չասեմ ամուսին, բայց կողակից պատրաստ չէր ընդունել Լանայի թերությունները։ Ինչի էր ինքը իդեալական կին ստեղծում եւ իդեալական քանդակ ստեղծում Լանայի պատկերով։ Այդտեղ շատ կարևոր հարցեր կան։ Մենք կենտրոնացել ենք ինչպես միշտ կնոջ վրա, բայց չենք փորձում նկատել, բա ինչ էր անում Ստեփանը։ Լավ, եթե Ստեփանը չէր ծեծում, միջայլոց մենք ունեցել ենք այդպիսի մեկնաբանություններ, նույնիսկ նամակ ինձ։ Եթե չի ծեծում, չի խմում, խաղամոլ չի, հարբեցող չի դավաճանում, ուրեմն կնոջ ուրիշ ոչինչ պետք չի էլ։ Այդ բավական է, որ կինը շնորհակալ լինի եւ երախտապարտ լինի ամբողջ կյանքում, որ իրեն ընտրել են։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ընտանիքներում միայն ծեծու ջարդը չի, որ դժբախտացնում է մարդկանց։ Ընտանիքներում շատ այլ բաներ կարող են լինել, որոնց պատճառով մարդը կարող է դժբախտ լինել, եւ կողքից ոչ ոք չհասկանա այդ կնոջը, թե ինքը ինչի է դժբախտ, չէ՞ որ իրեն չեն ծեծում, չեն նեղացնում, ապահովում են։ Ինչ ա եղել, որ չէ, ուրեմն ինչ որ բան եղել է, ոչ մի կին լավ երջանիկ ընտանիքից չի շեղում իր ճանապարհը։ Դրանք պաթոլոգիաներ են, գուցե ինչ որ պատմություններ մենք իմանանք, ուրիշ է, ինչ որ չգիտեմ, 100-ից 1-ը, 1000-ից 1-ը, որ ինչ որ ուրիշ պատճառով եղավ։ Լավ, իսկապես լավ ընտանիք էր, առողջ հարաբերություններ էր, բայց կինը թողեց գնաց, ենթադրենք։ Բայց հիմնական տրիգերները շատ ուրիշ են, որոնց մասին կողքից նույնիսկ չես կարող պատկերացնել եւ կասկածել։ Մենք շատ օրինակելի զույգեր կարող ենք տեսնել, չիմանալով, թե փակ դռան հետևում ինչա տեղի ունենում։ Այդ կնոջը անընդհատ մեղավոր գտնելու տենդենսը շատ վառ երևաց նաեւ Սերինեի եւ Վահեի հարաբերություններում։ Բոլորը մեղադրում էին Սերինեին, որ անծանոթի հետ գնաց տուն,
ակումբից եւ ոչ ոք չէր խոսում այն մասին, որ Վահեն մի ամսից պիտի ամուսնանար, բայց ինչ որ աղջկա հետ ծանոթացավ ու գնաց։ Ոչ ոք։ Այսինքն ես ներողություն եմ խնդրում, այսինքն ոնց նա ամուսնանալու է մի ամսից, նրան կարելի էր այս բոլորս կենտրոնացել ենք մի աղջկա վրա, որը ոչ ոքի չդավաճանեց այդ երեկո, ոչ ոքի չխաբեց, ոչ ոքի, ինքը իր կյանքը տնօրինեց այդ երեկո այնպես, ինչպես այդ պահին ստացվեց, ուզեց կամ չուզեց, անկախ հետագա զարգացումներից, ովքեր չեն նայել, շատ սփոյլ չանենք, բայց բա տղամարդը բա նա ոչ ոք չնկատեց, իսկապես ոչ ոք դա չնկատեց, որ Վահեն փաստացի դավաճանեց իր հարսնացուին։ Անի վստահ եմ Սելավի մասին թույլ կարծիքներ կային եւ սա կօգնի այն մարդկանց, ովքեր չէին հասկացել հենց էությունը։ Եվ անցում կատարենք մի գեղեցիկ օր սերիալին, որը կրկին դարձավ հիթային եւ բավականին մարդկանց կողմից սիրվեց, ընդամենը առաջին սերիան դուրս գալուց հետո արդեն հոլովակները տարածվում էին։ Կխոսեք դրա մասին, հենց ինչպես առաջացավ գաղափարը։ Ես քանի որ այսպես մի քիչ ավելի հեռվից կամ առհասարակ բոլոր պատմությունների հիմքերում թափառող սյուժեներ են, շատ հայտնի պատմություններ, Ռոմեո Ջուլիետ, Անճոռնի ջուտի, Քրեշ եւ Գեղեցկուհին եւ այլն։ Եվ այս բոլոր թափառող սյուժեների մեջ ես ունեմ իմ ֆավորիտները, որոնցից մեկը Անճոռնի ջուտիկի պատմությունն է։ Ես շատ եմ սիրում այդ հեքիաթը, այդ պատմությունը եւ իր տարբեր դրսևորումները, տարբեր ֆիլմերի ու սերիալների մեջ։ Եվ դա Էլենի օրագրում արդեն արել էի։ Ու շատ էի ուզում սերիալ, որը հենց միայն դրա մասին կլինի, այսինքն գլխավոր հերոսները այդ ուղղությամբ կգնան ու հատուկ դասարանից արդեն բավականին ժամանակ էր անցել, ես ուզում էի դարձյալ մի դպրոցական նախագիծ։ Ու եկավ այդ երկու ցանկությունները համընկան դպրոցում Անճոռնի ջուտիկը ստանալու եւ Շանթ հեռուստաընկերությունում արդեն հաստատեցին գաղափարը, հաստատեցին նախագիծը, սկսեցինք աշխատել, կաստինգը բավականին բարդ գնաց, կերպարներ կային, որոնց մի անգամից ենք հասկացել, որ իրենք են, կերպարներ կային, որոնց շատ երկար ենք փնտրել, բայց գաղափարը ինքն իրենով ներշնչված էր Մարիամի Գիծևզորիից, Էլենի օրագրի եւ նոր լրիվ նորովի դրսևորում է իհարկե այս պատմությունը, բայց մտադրված հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքներ այս տարիների ընթացքում նոր Էլենի օրագիր անելու, շարունակություն անելու, այսպես ես մտադրված մի քանի տեղեր փոքրիկ սիրուն հուշումներ եմ թողել, որոնք մարդկանց գցում են Էլենի օրագրի նոստալգիայի մեջ, ոչ մեկը դեռ աննկատ չի անցել, երկրպագուներ բոլորը նկատել են, որ այստեղ էլ էր մի քիչ Էլենի օրագրի նման, այստեղ էլ էս մի դրվագը կար, ես դրանից ուրախանում եմ, համ իրենց եմ գոհացնում, համ նախագիծը շատ հետաքրքիր ու սիրունաստացվում։ Խոսենք հենց Բելայի կերպարի մասին, որի շուրջ գրեթե ծավալվում է պատմությունը, իրականում փորձել եք ստանալ կերպար, որը այդքան էլ գեղեցիկ չէ, ստանդարտների սահմանված չափանիշներով, սակայն հետաքրքրականը այն է, որ բոլորը գրում են, որ Բելան շատ գեղեցիկ աղջիկ է։ Բելան չի գեղեցիկ աղջիկ, Մարալն է գեղեցիկ աղջիկ։ Բայց հետաքրքիր է, որ հենց թեկուզ տվյալ կերպարով, որը դուք ստեղծել եք Մարալի համար, գրում են, որ շատ գեղեցիկ է, այսինքն մարդիկ չեն տեսնում դա, ավելի շատ կերպարի խաղն է նրանց գրավում։ Խոսեք, թե ինչպես հենց Մարալին տեսակ այդ կերպարում։ Մարալին վաղուց հետևում էի եւ շատ ուզում էի իր հետ աշխատել։ Այսպես ասեմ, այդ մի գեղեցիկ օրվա փոխարեն, եթե մեկ այլ նախագիծ հաստատվեր, ես էլի գտնելու էի կերպար Մարալի համար, որպեսզի իր հետ աշխատեմ, որովհետեւ շատ էի ուզում եւ մենք ի սկզբանե նպատակ ունեինք գրիմի եւ այլ գործիքների, աշխատանքային գործիքների միջոցով փորձել իրեն իսկապես տգեղացնել, հետո հասկացանք, որ այստեղ խոսքը ոչ այնքան արտաքին տգեղության մասին է, օրինակ պայմանական ասած մեծ քթի, ծուռ քթի, բարակ շրթունքների կամ հաս շրթունքների, դրա մասին չի։ Այստեղ պատմությունը ուղղակի տարբերվող աղջկա մասին է, ով որ չի ձուլվել ընդունված կարգերի, ընդունված հարաբերությունների, ընդունված ստանդարտների մեջ եւ տարբերվում, ուղղակի տարբերվող մարդու մասին։
ում աշխարհայացքը ուրիշ է, ում արժեքները, արժեհամակարգը ուրիշ է, ում հետ տանը ուրիշ բաներից են խոսում, ում հետ տանը խոսում են առհասարակ։ Այսինքն ինքը ոչ թե տգեղական գեղեցիկ, ինքը ուղղակի ուրիշ է։ Եվ այդ ուրիշ լինելը առաջին հերթին հենց այդ ուրիշ լինելն է հասարակության մեջ նեգատիվ առաջացնում, որ իրենց նման չի, որովհետև մենք սովորաբար չենք ընդունում են ինչ չենք հասկանում, իսկ մենք չենք հասկանում են ինչին մենք ծանոթ չենք, ինչը մեզ նման չի։ Ինչի նման ուրիշ բան մենք չգիտենք։ Եվ Բելան այդ կերպարն է, որը ուղղակի շատ ուրիշ է, ոչ թե գեղեցիկ կամ տգեղ։ Նաև նկատառում արեցիք, որը շատ տեղիներ, որ տանը իրեն լսում են։ Այստեղ մենք տեսնում ենք պատկեր, երբ որ մնացած կերպարների ընտանիքներում նրանք չհասկացված են կամ ոչ թե երջանիկ չեն, բայց ընտանիքը ամբողջական չի, այսինքն ծնողները հաճախ մեկը չի լինում կամ աջակցություն չի լինում։ Իսկ Մարալի ընտանիքում ամբողջ աջակցությունը կար։ Այո։ Ու այստեղ ընտանիքի հարցն առաջանում։ Արդյոք իրականում ֆիլմում ինչ ձևով ենք ցանկանում ներկայացնել ընտանիքի դերը։ Շատ ուղիղ եւ ճակատային ձևով։ Բաներ կան, որոնք ենթատեքստով ու տողատակով արվում, բաներ էլ կան, որոնք արվում է շատ ճակատային։ Եվ մենք արդեն ունեցել ենք եթերում տեսարան, ծնողական ժողովի տեսարան, որտեղ Օլիա Հակոբյանի կերպարը շատ հստակ ծնողներին կարևոր բան է ասում, շատ ուղիղ է ասում։ Ես չեմ փորձել տողատակերով դա այդ մեսիջը փոխանցել հեռուստադիտողին։ Շատ ուղիղ է ասում, ասում է, որ դուք կես ժամ չեք դիմանում ձեր երեխայի հետ։ Դուք այդ ժամանակը չեք գտնում, այդ նյարդերը չեք գտնում, դուք հոգնած եք։ Դա մեղադրելու չի, ես ինքս այնքան զբաղվածություն ունեմ, որ շատ հաճախ երեկոյան հասնում եմ տուն ու իմ աղջկայի զրուցելու ժամանակ չեմ գտնում։ Բայց սա կարևոր բաց է, որը պետք է լրացնել, այո, շատ կարևոր է երեխային ապահովել նյութական ամեն ինչով եւ ապահովել լավ կյանք, բայց առաջին հերթին երեխան ունի մեր կարիքը որպես ծնող, որպես մարդ, որպես իրեն լսող մարդ եւ հետո միայն մնացած բաները։ Հետո մենք սերունդ ենք, ովքեր բարդ տարիներ են հաղթահարել, ֆինանսական եւ նյութական, եւ մեզ թվում է, որ եթե մենք մեր երեխաներին այդ խնդիրներից զերծ ենք պահում, եթե մեր երեխան շատ հագուստ ունի, բոլոր գadgetները հնարավոր ու անհնարին ունի, երբ որ քո երեխան ծնունդին չի կարողանում հասկանալ ինքը ինչ է ուզում, որտեվ ինքն ամեն ինչ ունի, ուրեմն իր կյանքը ստացված է։ Բայց իրականում իր կյանքից սովորաբար բացակայում է շատ ավելի կարևոր մի բան՝ կոնտակտ ծնողի հետ։ Եվ այո, մի գեղեցիկ օրը նաև այդ մասին է։ Ես գուցե այս մեր զրույցը հրապարակելուց առաջ արդեն գուցե այդ տեսարանը եթերում լինի, որտեղ կերպարով Լևոնը Բելայի հորն ասում է, եթե դուք Բելայի հետ ամեն օր ունեք զրուցել են արդեն, ասում է, դուք Բելայի հետ ամեն օր այս ամեն ինչի մասին եք խոսում, ուրեմն ես չեմ զարմանում, որ Բելան այսպիսին է, այսքան տարբերվող է։ Այո, որովհետև երեխաներին պետքա լսել։ Ամենակարևոր բան։ Նաև տղաների կերպարները շատերը բացահայտում եղան Մելսը, Լևոնը, Սևակը, շարունակեմ, արդեն երևի շարունակեք հենց դուք, թե կերպարներին ինչպես կարողացաք ընտրել եւ այդպես սիրվեց մարդկանց կողմից։ Էրիկը եկել է կաստինգի, ուղարկել է իր վիդեովիզիտկան, մենք հրավիրել ենք, եկել է, խաղացել է, մենք հավանել ենք շատ եւ պահել ենք կաստինգին մոտ 1 ժամ, տարբեր կերպարներ ենք փորձել, թեև ես ամենասկզբից մտածում էի, որ չէ, ամեն դեպքում Մելս։ Եվ այդպես էլ եղավ, այո, Էրիկի առաջին դերն է։ Եվ մենք բոլորս իր հետ այդ ճանապարհը հիմա անցնում ենք, բոլոր բարդություններով, բոլոր դրական կողմերով, կարևորը, որ ինքը շատ աշխատասեր է եւ շատ նվիրված եւ շատ իրեն դուր է գալիս այն ինչ որ ինքը անում է հիմա։ Ինչ վերաբերվում է օրինակ Վարդանի կերպարին, Գուրգենին, տարբերակներ ունեինք Վարդանի հետ կապված, ոչ մեկի մեջ չէին գտնում մի հատ կարևոր փոքրիկ շատ նուրբ տրամադրություն կար կերպարի, որը չէինք կարողանում գտնել։ Եվ մտքովս անցավ Գուրգենին հրավիրել, ես ու ռեժիսորը կանչեցինք, մտավ սենյակ, սկսեց խոսել ոնց որ 1000 տարվա ծանոթներ եւ իր արդեն խոսքի, շփման, այդ ամեն ինչի մեջ լրիվ Վարդան էր։ Հասկացանք, որ այո, կարա լինի Վարդան Գուրգենը։
Ստյոպային հրավիրել են կաստինգի մի քանի անգամ, այսպես այս տեսարանը փորձել բոլորն են անցել կաստինգի միջոցով, բոլորը, նույնիսկ Մարալը, ում ես անձամբ եմ գրել հրավիրել, նույնիսկ ինքն է կաստինգ անցել, այսինքն մենք, որովհետև ես ինչու եմ սա հատուկ ասում, որովհետև շատ են նամակները, որ ինչպես եք ընտրում, ոնց է լինում, բոլորը անցնում են կաստինգ, նույնիսկ դու հավանել ես դերասանին, դու վստահ ես, որ ինքը կարող է դա անել, դու իրան կաստինգ ես անում, դու փորձում ես իր հետ կերպարը եւ կապ չունի ինքը ինչքանով է տաղանդավոր, ինչքանով չէ, թե ինքը համապատասխանում է հենց կերպարին, արդեն լավ։ Եվ այդպես բավականին երկար բազմափուլ կաստինգներ ենք ունեցել, միասին փորձելով, այս մեկին են մեկի հետ փորձելով, վիդեոպրոբաներ անելով, այս անելով, մի խոսքով շատ այսպես բարդ փուլ ենք ունեցել, բայց երբ որ վերջին օրը ամբողջ դասարանը հավաքվել էր, այսպես ես ու Հայկը, ռեժիսորը, այսպես նստած էին երեխեքը մեր առաջ, ասենց ասենք Այս լավ է, իսկ առաջի սերիայից հետո ընդհանրապես զանգել ենք իրար, որ այս ինչ լավ էր, բոլորը իրանց տեղում են, բոլորը շատ լավն են, շատ լավն են իսկապես, ոմանք իրանց մեր հայտարարությանն են արձագանքել եկել, ոմանց մենք ենք գտել հրավիրել կաստինգի, շատ տարբեր ձևով է իհարկե տեղի ունենում, բայց հիմնականում եթե ուզում են նկարահաններին մասնակցել, ներգրավել եւ այլն, ուղղակի ուշադիր լինեն հայտարարություններին ու կատարեն պայմանները։ Ավել բան չէ, եթե ասում է 20 տարեկան, խնդրում եմ, մի գրեք 12 տարեկան պետք չի։ Չէ, պետք չի։ Նաև երբ որ արդեն զգացիք, որ մարդիկ իրոք սիրել են եւ առաջին սերիան երբ որ թողարկվեց, դիտումները բավականին բարձր էին, ինչ էմոցիոններ էր ձեր մոտ, ինչ ապրումներ էր ընդհանրապես։ Վայ, դա Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, ես կանգնում եմ սկսում եմ պարել ուրախությունից, որովհետև նորից, մենք դա նորից արեցինք, թիմը ընտիր աշխատեց, այս ինչ լավ էր, այս մեկը լավն է, այս մի բանը պետք է շտկել, լավ, այս մի բանը չեն նկատել, շատ դրական ուրախություն ամ, դրական էմոցիաներ են, բնականաբար նույնիսկ ուղղակի լավ հաջողված սերիա գրելիս եմ վերկենում սկսում պարել, որ հեսա կնայեք կտեսնեք ինչա լինելու, ես շատ էմոցիոնալ կապվում եմ նախագծերի հետ, իսկ մի գեղեցիկ օր նախագծին հիմա ես անսահման սիրահարված եմ, շատ մեծ հաճույքով եմ գրում եւ դա հուսով եմ զգացվում է, երևում է էկրանից, այն դրականը ինչը փոխանցում ենք, որովհետև ռեժիսորն էլ շատ մեծ հաճույքով աշխատում, նկարահանում, երեխեքը շատ մեծ ուրախությամբ գալիս աշխատում, ամբողջ թիմը դա գիտեք ինչից է եկել, այդ հեռուստադիտողի արձագանքից է եկել, երբ որ մարդիկ քեզ դրական հետադարձ կապ են տալիս, դու այդ մարդկանց համար ուզում ես ավելի լավ բան անես, լավ չէ, նստեմ մի քիչ էլ մտածեմ, որ ավելի լավ բան գրեմ, չէ, լավ, նստեմ այս տեսանը մի հատ էլ դուբլ անեմ, որ ավելի լավ ստանանք, հասկանում եք, այսինքն այդ հետադարձ կապը շատ կարևոր է, ու այդ բացառապես դրական արձագանքները որ եկան, մենք առաջին շաբաթում արդեն YouTube-ում ամենավորոնված նախագիծն էինք, հայկական YouTube-ում, մենք այս պահի դրությամբ ունենք 80-ից ավել ֆանեջ Instagram-ում միայն սերիալի անունով, էլ չեմ ասում դերասանների անուններով ինչքան ֆանեջեր են բացում, մեր soundtrack-ը այս պահին միլիոնից ավել դիտում ունի YouTube-ում եւ Apple Music-ում թոփերի մեջ է, այսինքն ամեն ինչը այսպես շղթայված իրար կապված աշխատեց շատ ու մեծ ուրախություն է հերթական հաջողված նախագիծն ունենալու։ Եվ եթե ամփոփենք, եթե ետ վերադառնայիք Վանաձոր եւ այն Անին, ով երազում էր, որ պետք է ունենա այսօր այն ինչ որ ունի, ինչ կասեիք, ինչ խորհուրդ կտայիք։ Ինձ էլ են այս հարցը տվել մի անգամ եւ ես ինձ այս հարցը տվել են մի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ոչ հարցազրույցի եւ ես հենց այդ ժամանակ հասկացա, որ ես ոչ մի խորհուրդ իրան չի ունենա տալու, որովհետեւ այդ ճանապարհն անցել է ինքը, ոչ թե ես։ Որովհետեւ ես հիմա այս փուլում ես գիտեմ ինչ ճանապարհ է եղել, բայց այդ ճանապարհն ինքն է անցել, այդ 16 տարեկան անին։ Եվ ես ոչ թե իրեն խորհուրդներ կտայի, այլ ես կհարցնեի իրան, այդ ինչ կամք ունի ինքը, այդ ոնց, այդ որտեղից այդ ուժը, այդ դիմացկունությունը, այդ կամքը գտել, որ այդ ամեն ինչը հաղթահարել է, լիքը բարդություններ, դժվարություններ,
ու կարողացել է հաղթել շատ-շատ մենամարտերում, որոնց մասին միայն ինքը գիտի։ Էնպես որ ես կուզեի իրան լսել, ոչ թե իրան ասելու բան չի ունենա, դժվար թե ունենայի ասելու բան։ Ես կունենայի ասելու բան իմ ավելի, ասենք 10 տարի հետո Անին, որ գիտես ամեն ինչ լավ է եղել եւ հեշտ է եղել եւ մի վախեցիր եւ հետո էլի ավելի լավ է լինելու, բայց անցյալի Անին ինչ ասես։ Այդ անցյալի Անին ավելի ուժեղ էր ու այս ամեն ինչը ինքն է արել։ Շնորհակալ եմ Անի նման հետաքրքիր եւ ամենակարևորը մոտիվացնող զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր զրույց էր։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, վստահ ենք, որ ձեզ դուր կգա։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։